Գերմանիայի Քյոլն քաղաքում, Քյոլն քաղաքում ենք Ազատ Օրդուխանյանի հետ միասին, մեր հայրենակից պատմաբան, գիտնական Ազատ Օրդուխանյանի հետ, եւ ես պարոն Օրդուխանյանին հիմա կխնդրեմ ներկայացնել ինչ վայրում են գտնվում, ինչ խորհուրդ եւ պատմություն ունի, խնդրեմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Օրդուխանյան, մենք Քյոլնում ենք եւ կուզեմ մանրամասնեք ուր ենք մենք հիմա այցելել եւ ինչ խորհուրդ ունի, ինչ պատմություն ունի այս վայրը մեր դիտողների ու ազգակիցների համար, խնդրեմ։ Մենք գտնվում ենք Գերմանիայի 4-րդ քաղաքում, Քյոլնում, Բերլին, Համբուրգ, Մյունխեն, հետո Քյոլն։ Քյոլնը ամենահայաշատ քաղաքն է Գերմանիայում։ Այժմ մենք գտնվում ենք Սանկտ Պանտալեոն եկեղեցու բակում։ Սանկտ Պանտալեոն եկեղեցում է թաղված մեր հռչակավոր հայուհին, կայսրուհի Թեոֆանուն, ով որ կայսր Օտո II-ի մահից հետո միայնակ կառավարում էր ողջ գերմանական հողերը եւ համարվում է Գերմանիայի ամենահայտնի կայսրուհիներից մեկը։ Գերմանացիները համարում են իրեն ամենագերմանացի կայսրուհին գերմանացի կայսրուհիների պատմության մեջ, նկատի ունենալով նրա բազմավաստակ ծառայությունները Գերմանիայի պատմության մեջ, մշակութային, քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլն։ Օտո II-ը վաղաժամ մահացավ, նրա որդին Օտո III կայսրը 3 տարեկան էր, որ ախենում կնքվեց որպես կայսր եւ Թեոֆանուն մեծացնում էր իր զավակին Օտո III-ին, այդ ընթացքում կառավարելով նաեւ միաժամանակ Գերմանիայի քաղաքական հարցերը։ Այստեղ է գտնվում կայսրուհի Թեոֆանոյի մարմարե սարկոֆագը, հիմա կգնանք ներս եւ կնկարենք նաեւ դա։ Շնորհակալություն, շարժվենք ուրեմն տաճարի ներս։